Ես ավիացիայի ոլորտի բարեփոխումը, այն ինչ որ հիմա տեղի ունենում, կարող եմ համեմատել մասնավորապես եկամտային հարկի վերադարձի գոտիավորման մեր շատ կարևոր ռազմավարական ծրագրի հետ, որը մենք ընդունեցինք 2020 թվականին, հիշում եք, որ մենք դրանով արձանագրեցինք, որ սահմանափակումներ են գործելու Երևանում, հետո Երևանամերձ մարզերում։ Ուզում եմ նաև հիշեցնել, որ 2027 թվականի հունվարի 1-ին Երևանամերձ մարզերի այդ արտոնությունը սպառվելու է, եւ ես այս գլխից ուզում եմ ասել, որ մենք չենք երկարացնելու, այնպես որ բոլոր այն ներդրողները, ովքեր պլաններ ունեն, պետքա մինչև 2027 թվականի հունվարի 1-ը ունենան շինարարության թույլտվություն, որպեսզի գործի, որովհետեւ հիմա արդեն ժամանակն է, որ երկրորդ հեռավորության վրա գտնվող մարզերում գործի ծրագիրը, որտեղ նույնպես որոշակի սահմանափակումներ կլինեն, բայց մենք ուզում ենք այս բնականաշինարարությունը տեղափոխվի։ Ես հստակ ասում եմ եւ չեմ քննարկելու այս հարցը 2027 թվականի հունվարի 1-ին Երևանամերձ մարզերի համար ժամկետը ավարտվում է եւ չի երկարացվելու։ Նրանք ժամանակ կա, ովքեր մտածում են, պլաններ ունեն, այսօր թող իրենց ներդրումային ծրագրերը ճշտեն եւ 2027 թվականի հունվարի 1-ի դրությամբ ունենան շինարարության թույլտվություն, եթե ոչ, արդեն պետք է մտածեն մյուս մարզերում շինարարություն իրականացնելու մասին։ Իսկ այս պայդրությամբ, պարոն Խոջյան, մենք ճիշտ ենք, չէ՞ հասկանում, որ զբոսաշրջային առումով ռեկորդային տեմպի մեջ ենք։ Պարոն վարչապետ, մի երկու թիվ ներկայացնեմ։ 2026 թվականի հունվար-մայիս ամիսներին Հայաստան է այցելել 825,384 զբոսաշրջիկ, որը 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ 19.3% ավելի բարձր ցուցանիշ է, բայց մենք նույնիսկ համեմատում ենք նախորդող 6 տարիների նույն ժամանակահատվածի համեմատ, եւ սա ամենաբարձր ցուցանիշն է զբոսաշրջիկների թվականակի առումով։ Իսկ պարոն Սիմոնյան, ունենք վիճակագրություն, թե մենք քանի ուղևորի մուտք ենք սուբսիդավորել։ Խոսքը օդի Թուրքի արտոնության մասին է, թե այս երկրորդի։ Այս երկրորդի մասով նոր են տրամադրել վիճակագրությունը, պարոն վարչապետ, ավիաընկերությունների կողմից, առաջին եռամսյակի մասով, եթե չեմ սխալվում, խոսքը մոտ առաջին եռամսյակի մասով մոտ 30,000-ի կարգի ուղևորների մասին էր, բայց երկրորդ եռամսյակի թվերն էլ դեռ մշակման փուլում են, ես կարծում եմ, բայց ես կարող եմ ներկայացնել օդի Թուրքի արտոնության մասով, որքան ենք տրամադրել արտոնություն, եւ դա կարելի ասել այդքան ներդրում ենք իրականացրել այդ ոլորտում, ընդհանուր 20 թվականից, երբ որ սկսեց կիրառվել այդ կարգը, մոտ 4 միլիոն, ավելի քան 4 միլիոն ուղևորներ ազատված են եղել օդի Թուրքի այդ վճարումից, ելքից, եթե դա 10,000 դրամով անենք, ապա ստացվում է մոտ 40 միլիարդ դրամի ներդրում է իրականացվել։ Միաժամանակ գործող օդի Թուրքը, որը գանձվել է, իր աճը շարունակվել է, պարոն վարչապետ։ Այսինքն մենք չենք կորցրել։ Այդ եկամտային հարկի պատմությունն է, որ նվազեցնում ենք, բայց իրականում ավելի շատ եկամուտ ենք ստանում։ Ես նշեմ 19 թվին եղել է 13 միլիարդի կարգի օդի Թուրքը գանձված եւ 25-ը նշեմ, տարիներով չնշեմ, 25-ը 17.3 միլիարդի կարգի, այսինքն այդ նոր ուղղություններով հոսքը նաեւ գեներացրել է այսպես կոչված հին ուղղություններով հոսք, որը թույլ է տվել գեներացնել լրացուցիչ պետական Թուրք։ Բնականաբար, համեցեք բանոց։ Շնորհակալություն, մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, մի պարզաբանում տամ, որ Երևանամերձ մարզերում, պարոն վարչապետ, ոչ մենակ շինթույլտվության առկայությունն է, որոնց վրա տարածվելու է եկամտահարկի հետ վերադարձը մինչև 27 թվականի հունվարի 1-ը, այլ մինչև 27 թվականի հունվարի 1-ը իրականացված գործարքների, վաճառքների եւ հաստատված հիպոթեկային վարկերի վրա է միայն տարածվելու։ Հա, ուրեմն պետք է վաճառքներն էլ արագացնեն։ Կարճ ասած, ինչ ոնց սահմանված է չեն երկարացնելու 2027 թվականի հունվարի 1։ Դրանից հետո արդեն այն մյուս մարզերի մարզպետները ժպտում են։ Որովհետև սպասում են, որ ներդրումային հոսքերը արդեն կգնան, չնայած որոշ տեղերում արդեն զգացվում է բնականային շինարարություն, բայց համոզված եմ 2027-ին, այո, մենք կտեսնենք գետնի վրա իրական զարգացումներ։
Շատ լավ, կան այլ դիտարկումներ, հարգելի գործընկերներ։ Ոչ, հարցը դրվում է քվեարկության, ովքեր են դեմ որոշման ընդունմանը։ Դեմ չկա, որոշումն ընդունված է։ Հարգելի գործընկերներ, մեր նիստի օրակարգը սպառված է, նիստը ավարտված, շնորհակալություն։